Նախնդիրը, որ Իսրայելը այսպես անսպասելի ասեմ, թե ոչ անսպասելի, այսպես հարձակումը հենց տեղի ունեցավ։ Առաջինը այն է, որ մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում, արդեն մի քանի տարվա ընթացքում Իսրայելը հետևողական ձևով հարվածներ է հասցնում Իրանին։ Դա եւ կապված էր Սիրիայի հետ իրադարձությունների հետ եւ Հեզբոլլահի եւ Համասի եւ մահափորձերի հետ, որ եղան այդ թվում եւ Ռայիսի սպանությունը նախագահի։ Սա այսինքն Իսրայելի քաղաքականության, ես կասեի, ռազմավարության մաս է կազմում հնարավորինս թույլատրել Իրանը։ Դա մեկ։ Երկրորդը, որպես պատճառ անմիջականը առաջ է քաշում միջուկային զենքի այդ հնարավորությունը, որ կարող է ստեղծել Իրանը։ Դա շատ բարդ խնդիր է։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը մինչև հիմա վերջնական պարզված չի, որ արդյոք մոտ է այդքան Իրանը միջուկային զենք ստեղծելուն, թե ոչ։ Ինչու հենց հիմա։ Դա էլ շատ կարևոր է։ Ես կարծում եմ հաշվի է առնվել այն, որ հաջողվել է թույլատրել Իրանը, արդեն մենք դա տեսանք եւ Սիրիայում Հեզբոլլահը, Համասի, այո։ Մյուս կողմից նաեւ հաշվի առնվել Թրամփի գործոնը։